լինելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ոչ թե Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի լույս, սիրելի բարեկամներ, եւ մենք այսօր ունենք այս առավոտը տարվա վերջին մեր եթերն է եւ Փառք Տիրոջը մեր այս տարվա համար, որ ունեցանք Տիրոջից եւ ամեն մեկ օրը շատ թանկ է մեզ համար եւ շարունակվելու է կյանքը Քրիստոսի մեջ։ Մենք արդեն մոտ ենք նոր տարվան եւ այսօր տարվա վերջին օրն է Եվ խորհրդանշական է, որ ես միացել եմ մի հրաշալի եղբոր հետ, որ շատ հարազատ ենք իրար հետ, մտածում էի այս տարի այս եղբայրը չենք ունեցել եթեր իրար հետ, մեր սիրելի Պետրոս Նիկողոսյան եղբայրը, որը հովիվ է, եւ մի տեսակ մեղադրական ձևով ինձ հետ խոսացի, Աբրամ, ինչու եղբայրը այս տարի չես հրավիրել եւ Որոշեցի, որ այս տարվա վերջին եթերը գոնե, որ ասեմ այս տարի մենք ունեցել ենք իրար հետ եթեր։ Պետրոս եղբայր, անկեղծ խոստովանություն արեցի։ Շատ շնորհակալ եմ, որ միացար մեզ Տորոնտոից եւ ձեր մոտ ուշ գիշեր է, բայց համաձայնվեցի ինձ համար մեծ պատիվ է քեզ հետ ունենալ այս եթերը։ Բարի օր եղբայրս։ Շնորհակալ եմ Աբրահամ եղբայր, իրապես ինձ համար առանձնաշնորհում եւ պատիվ է եւ իրոք Շնորհակալ եմ, որ դեր գտար եւ ինչ խոնար եղբայր ես, որ աշխարհի Ինչ խոնար եղբայր եմ ես, տեսակ չէ, և հպարտանում եմ, մենք երբ որ իրար ուզում ենք գովենք ժամանակին եղբայրներով ասում ենք, եղբայր, մի բան ասեմ քո մասին, բայց չհպարտանաս հանգարց, հիմա դու ինձ շնորհակալ եմ Պետրոս եղբայր Հարկաս, ես եմ ուրախ և հարկաս, իրոք Փառք Տիրոջը և Պետրոս եղբայր, այսօրվա թեման նորից կարծես տարեվերջյան, այսպես տրամադրություն ունի իր մեջ, այս հետաքրքիր վերնագրով, ինչպես է վերնագիրը, մի րոպե հիշեմ, նոր սկիզբ, այո, այդպես է վերնագիրը, ես անկեղծ ասած շատ մոռացկոտ եմ, պահի տակ կարող է մոռանալ, բայց նոր սկիզբ, իրոք տարեվերջյան օրը, բայց մենք գիտենք, որ մի քանի ժամից հետո նոր սկիզբ է գալու, ինչի մասին է լինելու խոսքը, եթե նախաբան այսպես։ Հա, նոր սկիզբ, ուրեմն Քրիստոս եկավ և ինքը ոնց որ գիտես մեր համակարգիչներու վրա այսպես կոճակ բգավոր սխմում ես, գարա ինքը եթե ամեն բան խառնաշփոթ եւ ավրված, փճացած մոտորը, ասենք, ինքը ամեն բան նորոգում է, այդ մեկ կոճակը սխմում ես։ Եվ Քրիստոս այդ 2000 տարիներ առաջ մեզ համար այդ կոճակը սխմեց խաչի վրա։ Եվ արդյունքի մասին մի քիչ խոկալ մտածել եւ նայել ինչա փոխվել մեզ համար այդ պահից, որ պատմության գետրոնն է այդ իր խաչելությունը եւ հարությունը։ Այսինքն մի բան, որը ռեալ քո կյանքիդ մեջ կարող ես նկատել։ Ես մի համար հիշեցի Պետրոս եղբայր, այսպես ասեմ, Հիսուս ասեց այս խոսքը, առաջինը փնտրեք երկնքի արքայությունը, մնացած բաները, ինչ հետաքրքիր վերադասավորվածություն է տեղ ունենում, դու հենց դրա մասին ես խոսում, այսինքն տարի, որի մեջ պետք է ինչ-որ բաներ վերադասվի մեր կյանքում, կարևորագույնը դրվի, կարևորագույն տեղում և մնացած բաները իր տեղը կընկնի, վաու, Փառք Տիրոջը, շատ լավ, դե անկեղծ ասեմ, շտապելու են քեզ լսել, որովհետև արդեն դու մեր մեջ փափագներ բարձրացրեցիր այս թեմայի շուրջ, ցանկություն լսելու,
Բայց մի երկից հետո մինչև մեր մյուս սիրելիներն են կմիանան մեզ եւ կշարունակենք մեր եթերը։ Մենք էլի Լիլիթ Հակոբյան քրոջ կատարմամբ հենց իր ուրեմն հեղինակային երգն է սա, Փարքեստեր, այդպես է կոչվում։ Եկեք ըմբոշխնենք։ Հրաշալի տրամադրություն ստեղծեց մեր մեջ այս երգը Հստային Պետրոս եղբորն էլ դուր եկավ։ Թեմքի ժպիտ կա, ուրեմն սիրեցիր։ Շատ շնորհակալ եմ, այս ինչպես ընդրում ես ճիշտ երգը, որ մթնոլորտը ստեղծում է այդ նյութի մասին, որ պետք է խոսանք։ Սուրբ Հոգին սքանչելի կործանում։ Հարտիրոջը փորձում են։ Ամեն։ Պետրոս եղբայր շնորհակալ եմ եղբայրս եւ սիրով լսում ենք քեզ։ Այո, ուզեմ այսօր ինչպես ասենք նորս գիզ եւ այն խոսքերում վրա մտածել, որ Հիսուս ասեց ես ամեն բան նոր գնեմ։ Մենք գիտենք, որ այդ խոսքերը Հիսուս խոսեցավ, բայց երբեմն չենք մտածում ինչ բանն է նոր եւ ինչն է որ փոխեց, որ ամեն բան նոր արեց։ Եվ ժողովրդի քերքին մեջ ես ուզում եմ բարյամ անդրադառնանք հին ուխտին առաջին քոխու 9 եւ 10 համարներուն
Սողոմոն իմաստուն ասում է ժողովողի առաջին քուխու 9-10 համարները կարամ ընթերցեմ մեր հայրենով, արևմտա հայրենով ու կարաս ոնց որ ուզում ես Աբրահամ ջան։ Ես կարդամ։ Հա, կարդա։ Իդեպ շատ լավ խոսք ես ընտրել։ Ինչ որ եղել էր, նա էլ կլինի, եւ ինչ որ արված էր, նա էլ կանվի։ Եվ արեգակի տակ բնավ մի նոր բան չկա։ Կա արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի թե սա նոր է։ Արդեն 5 դարերից եղած է նա, որ մեզանից առաջ եղել են։ Ամեն, ամեն։ Ուրեմն Նոր բան չկա։ ժողովողի մեջ ասում է նոր բան չկա եւ ասում է ամեն բան ունայնություն է արևի տակ։ Այս էր Սողոմոնի թիրքը իր կյանքում եւ որ ինքը բոլոր աշխարհի ամեն բան փորձել էր, անցել էր շատ փորձություններից եւ ընկել էր շատ փորձությունների մեջ եւ ժողովողի միջև վերջին գլուխ 12-րդ գլուխ ինքը ասում է որ ինչ է իմաստը այս բոլորից մեկ բան է ասում է բադվեք քո դեր Աստվածը երիտասարդության օրերի մեջ եւ կատարե իր կամքը հիմա ինքը ասում է ունայնություն է եւ որ բանը կրկնվի Աստվածաշունչի մեջ անգլերենով superlative այսինքն շեշտ մտրված այսինքն ամենա ունայն բանն է կամ եւ որ ասենք երկինքը ամենաբարձր երկինքն է կամ սրբության սրբոցը ասում ենք որ ամենասուրբ տեղն է եւ ուրեմն եւ որ այսպես ասում է ունայնություն նաեւ ինքը առանց Աստծո ասում է ամեն բան ունայնություն բայց Աստուծմով եթե մենք իրեն ունենք մեր յանքի մեջ ինքը նաեւ քրեց երկոցը ուրեմն երկերի բարձրակույն երկը եւ ուրեմն եւ որ մենք Աստված ունենք մենք ունենք մեր յանքի ուրախության երկերու երկը եւ այդ երկխոսությունն է Հարս ու Փեսայի Սողոմոնը եւ Սուլամիդը եւ նաեւ պատկերացնում է Հոր Աստծո եւ Իսրայելի հետ իր հաղորդակցություն եւ հարաբերությունը եւ նաեւ Քրիստոսի եւ իր եկեղեցին իր հարսին ամեն բան նոր գանի Հիսուս եւ մենք այդ տեսնում ենք Հայտնության 21-րդ գլխում մեջ եւ 5-րդ համարը եթե ընթերցես այնտեղ ինքը խոսում է որ իր նոր երկինքը, նոր երգիրը, նոր Երուսաղեմը, որ իր հարսն է, իր եկեղեցին է, որ տեսնում է Հովհաննես, որ երկինքից իջնում է երրի վրա։ Այսինքն ոչ թե երկինքից այսպես վերեն վար քաղաքն իջնում է, այլ վերեն վար չէ, ոլորտեմը, որ անդեսանելի ոլորտն է, այդ ոլորտից թրսևորվում է, մաննավորվում է երկրի վրա։ Եվ Հովհաննես տեսնում է ինչ, քաղաքը, բայց քաղաքը քաղաք չի, եւ գինը տեսնում է հարս այսինքն քարնուկին հարսը բայց հարս չի որ եկեղեցին է Քրիստոս լինելով այրը եկեղեցին լինելով իր նշանած կամ իր գինը եւ այդ համարը եթե կարդանք ուզում եմ տեսնանք որ Հիսուս որ Սողոմոնից ավելի բարձր է որ ինքը Սողոմոնը ստեղծողն էր եւ Սողոմոնին իմաստություն տվողն էր Նաև որ ինքը ինչ է ասում ամեն բան նոր սկիզբ ունենալու մասին։ Մի հատ էլ կասես համարը։ Այո, 21-րդ գլուխը հայտնության 5-րդ համարը։ Եվ աթոռի վրա նստողն ասեց. «Ահա ամեն բան նոր եմ անում», եւ ասեց ինձ. «Գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ եւ հավատարիմ են»։ Եվ ինձ ասեց. «Եղավ, ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրից»։ Շարունակեմ թե Գարաս բոլոր հայտնություն գացած ժամանակ չունենք։ Ժամանակ չունենք, մենք կետրոնանանք այս միտքի վրա հիմա։ Ուրեմն Հիսուս ասում է ես ամեն բան նոր դնեմ։ Երբ կանե ամեն բան նոր։ Այսինքն Աբակայի համարը, ներկայիս համարը, թե անցյալին արդեն արել է, այս հարցը որ մենք պետք է տանք, նայ։ Եվ որ Հիսուս եկավ առաջին անգամ, ինքը եւ որ ծնունդը պիտի դոնենք հայկական դոմարով մի շաբաթից մենք արդեն դոնել ենք 5 դոմարով այստեղ
Բդյան աշխարհը, բայց նոր դարին որ ամանոր եք ասում, պիտի այդ դոնենք վաղը քիշեր, ինչ որ կամ ծեր մոտ մի օր առաջ, այս միտքը Քրիստոսի որ առաջին անգամ եկավ, ինքը որ ծնավ եւ խաչվեցավ, հարություն արավ, համբարձավ եւ Աստծո աչքում ինքը մտավ սրբության սրբոցը, երկնային սրբության սրբոցը, ինքը մտավ այնտեղ իբրև քահանայապետ եւ ինքը տարավ իր արյունը եւ ներկայացուց իր արյունը հոր Աստծո առջեւ եւ ասավ ահա դեր այս զոհը ես մատուցել եմ իմ անձս, իմ արյունս, որ ամփից էր Հիսուս, չեր մեղանչած եւ ինքը այդ ներկայացնելով նոր սկիզբը սկսավ այն միտքով որ մարդ արարածը ինքը կարող է փրկի իր արյան միջոցով մաքրի մի անգամ ընդմիշտ ամեն ազգերի համար, ամեն սերունդների համար եւ հաշտեցնե Աստծո հետ որ մեզ նոր արարածներ անի եւ իբրև նոր արարածներ ունենանք հաղորդակցություն այն Աստծո հետ որ մեզ ստեղծել էր որ այդ գաբը խզվել էր Ադամ եւ Ավի մեղքի պատճառով աշխարհի սկիզբից որ մեղանչեց հիմա ուրեմն եւ որ Աբրահամ դու ինձ ասեցիր որ գարաս եւ շատ կարճ ժամանակվա մեջ եւ իմ միտքս որ աղոթեցի հենց այն պահին որ նոր դարվա մի օր առաջ նոր դարվա արիթով խոսամ իմ միտքս եկավ անմիջապես որ հрьяաները ինչպես սկսում էին իրենց նոր տարին եւ ելից քիրքը գարտանք այնտեղի առաջին 15-16 համարներու մեջ այն ինչ որ մենք ասում ենք զադիկ կամ բասեք իրենց նոր տարին բասեք այո նոր տարին էր եւ այդ նոր դարվան սկիզբը պիտի լիներ սկսելով քարնուկ մորթելով եւ որ իրենք թեր Եգիպտոսի մեջ քերի էին հрьяաները իրենք պիտի քարնուկ մորթեին եւ այդ քարնուկին արյունը պիտի տնեին իրենց թանտիկների վրա թուրերի վրա իրենց պատոհանների վրա եւ այն քիշեր որ մահվան հրեշտակը պիտի գար թադելու եւ գործանելու առաջնեկները բոլոր եգիպտացիներին եւ անոնք որ ճունեին արյունը քարնուկին ֆիզիկական քարնուկին պիտի մահանային առաջնեկները եւ անասունները եւ ամեն բայց անոնք որ անում էին հավատքով դինե այդ եգիպտացիներ դինե այդ հրեաներ պիտի փրկվեին այդ մահվան այդ ժանդախտից այդ plague ժանդախտ ուրեմն Աստված պիտի ողորմեր իրենց դեսնալով որ հնազանդեցան եւ հավատացին իրեն եւ հավատքով որ քարնուկին արյունը թրին եւ այդ պիտի լիներ նոր սկիզբը իրենց համար փրկության ճանապարհը պիտի բացվեր որ գնան եւ ճշմարիտ Աստվածը կարողանան ճաշտեն այս էր նպատակ ինչ որ քիչ առաջ դու ասեցի փնտրեցեք առաջ Աստծո թագավորություն եւ արդարությունը բոլոր մյուս բաները քեզ կտրվեն չէ Մատթեոս 6:33 ուրեմն այդ միտքը այդ սկիզբը նոր սկիզբը պիտի սկսեր այս քարնուկին արյունին զոհաբերությամբ որ պիտի հավատքով թրվեր ֆիզիկապես եւ պիտի փրկվեին որ գնան 3 օրվա ճանապարհություն ճաշտելու Եհովա Աստված ճշմարիտ Աստվածը եւ այս սկիզբը պիտի լիներ սկիզբը որ ամեն տարի այդ Նիսան ասված ամսվան որ իրենց սկիզբներ իրենց տարվան այդ ամեն տարի հիշադակային Փասեխ ասված բանը որ ասում ենք որ մենք զադիգին անում ենք այդ բոլորը այդ նոր տարվա միտքն է բայց մենք մեր այս դոմարով որ հիմա նոր տարին դոնում ենք ընկնում է հունվար 1-ին անշուշտ մենք հայերս ունեցել ենք ուրիշ օր նվասարդ էր մեր նոր տարին որ նվասարդի դոնը չեմ ես լավ չգիտեմ մեր պատմությունը այնքան որ ինչ էր կատարվում բայց այդ հին մեր դոմարով մեր նոր տարվա օրն էր որորներ չեն բայց կարևոր այն էր որ նոր տարին պիտի սկսեր շատ կարևոր մեր թեմայով քարնուկին արյուն
քարնուհին արին։ Ուրեմն այս միտքը շարունակվեցավ մինչև Քրիստոս հայտնվեցավ եւ Հովանես Մկրտիչ, որ Հովանու ավետարանի առաջին 29 համարի մեջ 36 համարի մեջ ասեց. ահա քարն Աստուծո, որ աշխարհի մեղքերը կքավե կամ մեղքերուն թողություն կշնորհե, ներում կշնորհե։ Քարնուկը որ պիտի զոհվեր, որ մարգարեացված էր Եսայա 50-րդ գլխի մեջ, 5-րդ համարի մեջ, որ պիտի լինե քարնուկը, որ պիտի մորթվի կամ պիտի զոհվի բոլոր մարդկանց մեղքերի քավության համար։ Եվ այս պատկերը մեզ ներկայացված էր նաև Մովսեսի այդ խորանին մտքի մեջ, որտեղ Մովսեսին ասված խորանին պատկերը տված էր եւ ցույց տված էր, որ պետք է զոհեր մատուցվեր, անոնց մեջ լինելով քարնուկ կամ խոյ, եւ այդ գնում է մինչև Աբրահամ, որ Աբրահամը Իսահակին պիտի մորթեր 22-րդ գլխի մեջ, բայց ասված խոյը կամ քարնուկը ինքը հայթայթեց, որ եղավ փոխարինող Իսահակի փոխարեն խոյը հայթայթվեցավ եւ Իսահակը պետք ունեցավ մորթվել։ Ուրեմն Քրիստոս եղավ այդ քարնուկը, որուն արյունը եղավ փոխարինող մեր մեղքերի համար քավության միջոց։ Հիմա այս ամեն դարի մի անգամ պիտի ուրեմն եւ նորեն կալով մեր նյութին, որ ասեցիր գխոսես Պետրոս, քեզ չեմ հրավիրել որ խոսես, ասեցիր գոնե այս մի օրը արա։ Ես մտածեցի ինչ հետաքրքիր, որ այս բադիվա, մեծ բադիվ, որով հին հրյանական սովորությունով ժևդացված գիրքի մեջ 16-րդ գլուխը, այնտեղ տեսնում ենք, որ քահանայապետը, որ անընդհատ ինքը Աստծո ներկայության մեջ էր այդ սրբության դարածքը, այնտեղ որտեղ Աստծո պաշտում էին, կար խորանը, որ անապատի մեջը շարժվում էր իրենց հետ 40 տարի, քավիթը գար, սրբության դարածքը գար եւ սրբության սրբոցը, բայց միայն քահանայապետը դարի մեկ անգամ կարող էր մտնել այնտեղ եւ ինքը պետք էր արյունը տանել, որ սեղանի վրա զոհված էր, սսկեր ամեն բան 7 անգամ, եւ եթե ճիշտ ցեվով աներ մտնում էր սրբության սրբոցը, Աստծո հետ հաղորդակցվում էր, եթե Աստված ընդուներ այդ արյունը, ինքը իդ դուրս էր գալիս եւ հրճագում էր ժողովրդին, որ Աստված ծեր մեղքերը ներած է։ Այսինքն ինչ որ հիմա երբեմն առաքելական եկեղեցի մեջ կամ ուրիշ տեղեր գերտան կասենք մեղա Աստծո, չէ՞, Աստված ողորմի ինձ, մեղա Աստծո մեղքերիս համար, քահանան ինչ ասում, Աստված քեզ թողություն շնորհի, Աստված քեզ թողություն շնորհի, քահանան չէ որ թողությունը շնորհում է, բայց Աստված քահանային շրթերով հրճագում է, ինչպես որ հին ուխտի մեջ քահանայապետը պիտի միայն այդ խոսքեր ասել, բոլոր դարի չէր երևում ժողովրդին առջև։ Ինքը սրբության դարածքի մեջն է։ Մյուս քահանաները իրենք զոհերը մատուցում էին, ամեն մարդ տեսնում էր, գիտես, շատ շքեղ այդ գալիցին իրենք խոստովանում էին, այո, Ահարոնին եւ Ղևդացիներուն խոստովանում էին իրենց մեղքերը, զոհերը զոհում էին այսպես հետաքրքիր ծրագիրներ, բայց իրենք միշտ երևում էին ժողովրդի առջև։ Բայց քահանայապետը միայն մեկ օր եւ մի այդ խոսքերի համար որ գա ժողովուրդը սպասում էր այդ պահին, որ պիտի արդյոք Աստված ընդունի այդ արյունը, որ զոհված էր քարնուկին, եւ պիտի կարողանա քահանան մեծ հրճակել, որ ներված են։ Նորը սկիզբը պիտի սկսենք։ Մաքուր մեր մեղքերի թողության եւ այսինքն այսօր ինձ համար ոնց որ գալիս քահանայապետը այդ պատմությունից Աստվածությունը որ կարողանամ հրճակեն, բարի լուրը, ինչ է բարի լուրը, ինչ է ավետիսը, ինչ է ավետարանին մեր այս բոլոր դարին ինչ պատկամներ ենք լսել, ինչ լուրեր ենք լսել, ինչ fake news-եր, այսինքն սուտ լուրեր, չար լուրեր եւ այլն, բայց գոնե այս գիշեր եւ ամեն օր կարող լսենք այս, բայց գոնե այս գիշեր նոր տարվա սկիզբը հիշենք, որ Աստված ինչպես սկսում էր հրյաների հետ, նաև մենք այսօրվա հոգևոր հրյաները մենք ենք, մենք որթեքրված ենք, մենք պատված եղած ենք Քրիստոսի մեջ, որ ճշմարիտ ինքն է, եւ նաև հրյան, որ Քրիստոսի հավատացած է, եւ նաև հեթանոսը, որ մենք հայերս հեթանոս ենք,
որ Քրիստոսի հավատանք իր զոհին, որ մերավ երեք օր վերջը հարություն արավ եւ համբարձավ Աստծո աջ կողմը նստած, այսինքն Աստծո քահին վրա նստած իրեն դրված է բոլոր իշխանություն երկինքի մեջ եւ երկրի վրա, ինքը եղավ քահանայապետը, ինքը եղավ զոհը, քարնուկը, որուն արյունը թափվեց խաչին վրա, եւ ով որ իրեն հավատա եւ թավանի իր շրթունքներով հավատա իր սրտի մեջ, որ Հիսուսի արյունը միակ միջոցն է մեր մեղքերու քավության, ներումի, թողության, գսե Ռոմայացիս գիրքը 10-րդ 9 եւ 10 համարները, որ բիդի փրկրի, այսինքն եթե հավատանք մեր սրտի մեջ, թավանենք մեր շրթունքներով, որ Քրիստոսի արյունը մեզ միջոցն է, միակ միջոցն է փրկության, ներումի, նոր սկիզբի, մենք փրկվում ենք, այս է մեր գործը, Քրիստոս հրավ ամեն փոխանցի վրա եւ հսավ ավարտվեց, վերջացավ, ինչ որ դուք ռուսերենով իվսյո եք ասում, այդ բառը Իվսյո, ամեն բան դատարեց, իվսյո, ես արեցի, հիմա քեզ գմնա, ծեր կորձի ինչա, մեր կորձի ինչա, միայն հավատա, որ ես ամեն բաներել եմ, եւ որ դու հավատաս, ես քեզ նոր արարած կամ, ոչ միայն նոր արարած կամ, ամեն, ես քեզ նոր սիրտ կուտամ, մաքուր սիրտ, որում սրտիդ կարետ նոր էջ մը կփածվի, նոր զգիստ մը կսկսի, մաքուր սիրտ, ոչ թե ֆիզիկական այսպես բժշկի պիտի գնաս սիրտը փոխես, այլ ինքը այդ սիրտը մաքրումը թլփատվում ես հոգևոր առումով սիրտը եւ դու դառնում ես Աստծո մարդը, Աստծո ժողովուրդ, քանայության թակավորությունը լինի եւ նոր զգիստ այո, խնդրեմ։ Պետրոս ջան, իրոք շատ կարևոր միտք է եւ շատ կարևոր խորհուրդ ես բացահայտում։ Շատ դեպքերում ճիշտ է, մենք թևակողում ենք նոր տարի, բայց հին հիշողություններ ունենք։ Սա նշանակում է, որ մենք չենք ընդունել մեր ներված լինելը։ Մենք չենք հավատում, որ Քրիստոսի արյունը կարող է մաքրել եւ բացարձակ նոր էջ սկսել մեր կյանքում։ Եվ կուզեմ այդ բառը շատ կարևոր բան, թլպատվել, սիրտը թլպատվել, դա նաև նշանակում է, որ անցյալից կտրվել, անցյալի վատ հիշողություններից կտրվել, այսինքն այլևս մենք չենք սնվում անցյալից, մենք կյանքի մարդիկ ենք, մենք ապագայի մարդիկ ենք, կներես ընդհատեցի, բայց միտքը շատ կարևոր է։ Դու ինձ եւ պետք է դու ընդհանուր ես ուրախանում եմ, որ մենք երկխոսություն ենք ունենում եւ ավելի հետաքրքիր է այսօր, որ դու մի բան ես մեջբերում, որ շատ կարեւոր է, որ այդ թեմային պիտի հաջորդ ճիշտ նյութս այդ էր, որ Հովանու առաջին Հովանու նամակի մեջ առաջին խուխու 7 համարը կարող ես ընթերցել մեզ համար Աբրահամ ջան, առաջին Հովանու նամակի առաջին քուլուխը եւ գարաս 5 համարից մինչեւ 9 համարը ընթերցես մի հատ։ Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է եւ ոչ մի խավար չկա նրանում։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ եւ խավարի մեջ մանգանք, սուտ ենք ասում եւ ճշմարտությունը չենք անում։ Բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում, ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ եւ արդար է, որ մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Հրաշք։ Ամեն անիրավությունից եւ նայեք, մեր խիղճը մաքրում է, մեր միտքը մաքրում է, biz նոր միտք է տալիս։ Ամեն։ Նոր միտքը Քրիստոսի միտքը ունենք, ասում է Բողոս Արաքյալ երկրորդ քուխու վերջին համարներում մեջ, ասում է մեր միտքերը նորոգվում է խոսքով, Աստծո խոսքին ճուրով եւ հալելույա։ Ամեն մեղքեն մաքրում է, ասում, ես հիշում եմ, որ Հայաստան ապրում է 7 տարի, գին մկար գալիս էր կամ մարդ էր, ժավել գորում էր, որ ժավելը գիտես մաքրում է, չէ, ամեն դերբերը, բայց Հիսուսի արյունը
մեզ մաքրում է մեր հիշողությունները, ինչ հիշողություններ ունես, ինչ մեղքեր ունես անցյալից, ամեն մեղքից մաքրում է եւ մեր Ջնջում է։ Հա, ջնջում է։ Ջնջ- Ինչպես արևմուտքը արևելքեն հեռու ասում է Սամոս 103-ը, Վաու, այնպես հալելույա։ Աստված մեր մեղքերը վերացնում է, չնչում է, չի հիշում։ Եվ այդ է որ մենք պետք ունենք այսօր նոր դարվա սկիզբը լավացվենք, մաքրվենք Աստծո խոսքից եւ արյունով հիշենք, որ մաքրվել ենք եւ հիմա մեզ արդարության սպիտակ հանդերձները հագցրել։ Ինքը Քրիստոս մեր վրա հագել ենք։ Սպիտակ, մաքուր, փիծ չկա, անփիծ ու անարատ ենք Քրիստոսի աչքին առջև հավատքով, որով իր արյունը արդեն թեգուց մենք մեղավոր մարմնի մեջ ենք, հին մարդը կա, Սարգս որ ասում է, բայց Աստված մեզ տեսնում է ավարտը։ Ինքը արդեն կատարել է, ինչ փարիփան մեր մեջ սկսել է, ինքը ավարտին բերել է։ Եվ այդ մաքրությունը իր շնորհիվ ինքը կատարած է։ Ինքը իր յանքի քինով, իր արյան քինով։ Նայեք, ուզում եմ որ տեսնանք մի հատ Ղևտացոց 17-րդ գլուխը բանանք, 13 համարը կարդանք։ Պետրոս ջան, միջև կարդալս նաև կուզեմ այս բառի մասին էլ, չգիտեմ, եթե պատրաստել ես թե ոչ, բայց խոստովանությունը որքան կարևոր է։ Այո, խնդրեմ, եթե Այսինքն- մի բան Այսինքն լույսի մեջ քայլելու ժամանակ թաքցնելու բան չունես, եւ հենց դա է խոստովանությունը։ Շատ լավ, ուրեմն համարը ասա ինչպես էր։ Ղևտացոց 17, 11 համարը, վերջնալ Եբրայեցից 9 պիտի նայենք, որ 17, 11 17-11 Ղևտացոց, Որովհետև մարմնի հոգին արյունումն է։ Եվ ես ձեզ տվի այն, որ սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, որովհետև արյունն է, որ քավություն է անում իրանում եղող հոգիովը։ այ ուրեմն այս հին ուխտի մեջ արյունն է, որ քավություն մաքրում է, որ թողություն ներում, այդպես բարձորեն ասենք, որ հասկանանք, որ ինչ է կատարվում, եթե խոստովանում ենք մեր մեղքերը, եթե խոնարհում ենք, եթե ապաշխարում ենք եւ այս է ճշմարիտ մարգարեն քարոզում են ապաշխարություն։ Այսօր մարգարե մարդիկ կան այսօր լսում են ինտերնետում մարգարե ինքնին անվանում են եւ այլն գուշակում են ապական չգիտեմ այս է անելու այն է անելու քաղաքականության մեջ է մտնում գարիքը չկա այս բոլորին մեզ համար մեր քաղաքականությունը վերի քաղաքացի ենք վերի Երուսաղեմի նոր Երուսաղեմի ինչ է այս քաղաքացիություն եկեղեցին է մենք արդեն մտել ենք այդ նոր Երուսաղեմ մենք այդ Երուսաղեմը մենք ենք Սրբության սրբոցը մենք ենք, Սուրբ Հոգի դաջարը մենք ենք, հարսը մենք ենք եւ քարնուկին այդ քաղաքը մենք ենք, որում գետրոնը Քրիստոս է եւ հասպիս քարի նման փայլում է, ինքն է լույսը այդ քաղաքին, մեր մեջը մենք ենք, եկեղեցին թե անհատապես թե հավաքանաբար, մեզ մաքրել է եւ 7-րդ գլուխը հայտության ասում է սպիտակ հանդերձներ է հագցրել մեզ, իր արյունով մաքրել է, որով հարցնում է, Հովանես ով են ասում, որ մեծ նեղությունից դուրս է գալիս, ասում է, երեց իրեն ասում են անոնք, որ քարնուկին արյունով մաքրվել է, հայտության 7-րդ գլուխը, եւ ինչ ասում է, միջավես վերջ ասում է, եւ քարնուկը, որ հովիվն է նաեւ, մեզ առաջնորդում է գենթանի ճուրերուն այս ոչ թե մերնել են հետո երկինք երթան կանգևերչն քարնուկի մեզի գենթանի ճուր հիմա է այս բոլորը կատարվում է մենք եթե եսին մերնում ենք եթե մեր հին մարդուն մերնում ենք մենք Քրիստոսի հետ հարություն ենք արել եւ հիմա մեզի մեր քարնուկը մեր հովիվը որ քարնուկ է եղել մեզ լավ է հասկանում բայց չէ մեղանչելնք մեզ կարող է առաջնորդել կենթանի ճուրերու խմել դա հիմա մեզ կենթանի ճուր ենք խմում Մենք պետք ունենք ապաշխարելու ասելու որ Տեր ողորմի մեզ ինչպես Երեմիան ասեց երկու մեղք է կործել իմ ժողովուրդ Առաջին այնը որ ագու աղբյուրը գենթանի ճուրի թողնել է որ Աստված ինքն է երկրորդ այնը որ ձակ-ձակոտ քուփեր է փորում այսինքն փորձում է իր այդ ծարավը հագեցնի
աշխարհիկ միջոցներով, Բաբելոնի միջոցներով, մշակույթը, որ ոչ թե աստվածային մշակույթը, այլ աշխարհիկ, այսօր ասեմ քեզ, պետք է որ այսօր ասենք այս քիշերով, որ ինչքան մեղքեր են կորտում եւ անդրադառնանք բանում, որ հասկանանք, որ ինչից մենք պետք է որ խոստովանենք, ապաշխարենք, որ վերջնում մաքրվենք Քրիստոսի անունով։ Այսինքն ես լսում եմ, որ Հայաստանում ասում են, որ թշնամին մեզ պետք չունի սպանելու։ Ես լսել եմ, որ այս վերջերս դարբեր միջոցներով, որ մենք այս 1950-ին մինչև այսօր միլիոնեն ավելի երեխաներ աբորտ են եղել Հայաստանում։ Այս անձնասպանությունը գներես ցեղասպանություն, մարտասպանություն եւ մենք մեր ցերկով ենք անում, թշնամին չի անում։ Թշնամին Սատանան հագարագործը խաբել է մեր ժողովրդին եւ երեխաները սպանում։ 1 միլիոնեն ավելի գարձեմ, եթե ճիշտ եմ։ Այո, ճիշտ է։ Այդտեղ մարտասպանություն ենք անում։ Կարծում ենք մենք այնքան արդար ենք, քրիստոնյա ազգ ենք, ինչ խոստովանելու պետք ունենք մենք, իբրև անհատներ եւ բան։ Վերջը շնությունը, այս ինչքան ինտերնետում pornography, հայերեն չգիտեմ ինչ են ասում, այդ որ հասկանալի է։ Անքարով բաները կատարվում, հասկանվում է, այդ նայում ենք, տեսնում ենք, երբեմն ցավոք սրտով քրիստոնյա առաջնորդներն անում են այս բաները, կամ նույնիսկ մեղքի մեջ ասում են ես չեմ անում այդ մեղքը, բայց Հիսուս ասեց, եթե նույնիսկ միտքով մենք այդ տեսակ բաներ ցանկանում ենք, մենք այդ մեղքը կորցնենք։ Մենք ասենք այս LGBTQ, որ ասում են, ինչ միասերականություն, ամեն տեսակ այդտեղ ինտերնետի վրա ես ուզեմ ինձ երբեմն այս reels ասում են, ուղարկում են, չգիտեմ ոնց են անում, ամեն տեսակ բրձություններ իմա, անասունների հետ, մարդու հետ, գինի հետ, եւ այս բոլորը մեր հայրենիքին մեջ դիմում է եւ սպյուրքի մեջ է։ Եվ ես գիտեմ ճանաչում եմ մարդիկ, որ այս թիրքի մեջ են մենք անմեղ չենք, մենք անմեղքեր կորցնենք, մեր շատերունը դեսանելի մեղքեր են, մեր անդեսանի հբարդություն, ինքնարդարություն, եսասիրություն, արձաթասիրություն, նյութապաշտություն, մամոնը սիրել ավելի քան Աստված, նայ, ես վերջերս մեկին լսում եմ, ասում է follow the money, անգլերենով, հայերենով տրամին հետևի։ Ուր որ տրամն է, այնտեղ գնա, այնտեղ հաջողություն կունենաս, տրամին հետևի։ Բայց Աստվածաշունչը ասում է հենց 7-րդ գլուխը, որ քարնուգին հետևենք։ Մենք քարնուգին հետևում ենք, առաջնայնությունը դալիս ենք մեր կյանքի մեջ, սիրել մեր Տեր Աստվածը, որ քարնուգը Քրիստոսն է, Հիսուս, որ մեր Աստվածն է, ստեղծիչ, արարիչ, Տերը, իրեն հետևում ենք, դնում ենք առաջին բادرանը, առաջին դեր քրավում է մեր կյանքի մեջ, սիրել մեր Տեր Աստվածը, բոլոր սրտով, բոլոր մտքով, բոլոր ուժով, բոլոր էությունով եւ սիրել մեր հարևանը ինչպես կսիրենք նրանց։ Այս բաները խոստովանելու պետք։ Քրիստոսի արյունը մաքրում է մեզ, բայց խոնարհվելու պետք ունի, կոտրվելու պետք ունի։ Ամեն։ Կոտրած եւ խոնարհ սիրտ Աստված։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն մենք այսպես ասում ենք, արժի որ տեսնանք մաքուր հանդերձներ։ Հիմա այս գիշեր մենք ուզում ենք գոտրվել, խոնարհվել Աստծո առջև։ Ես մտածում եմ, ես մի քիչ առաջ մեր երկրում Կանադայում խոսեցի եւ հաղորդություն տվի, Աստված թուրը բացավ, որ մեր երեց փոխաներուն եւ ինչքան ժողովանի մեջ, parlamenti մեջ, այնտեղ կարողանամ հովիվներ ամեն ցեղերից, տարբեր ազգերից, Պակիստան, Աֆղանիստան եւ քրիստոնյաներ, Չինաստան, ամեն դեղի այդքան ազգեր մենք Թորոնտոյի մեջ ունենք 200-ից ավել, 230 ազգերից ավել մեկ քաղաքի մեջ ենք ապրում եւ հրաշք որ իրար հետ չենք կրվում, թեկուզ տարբեր բաներ կան, տարբեր մտքեր, բայց հրաշքն է ասում, բայց ասեցի ամեն ցեղը լեզուի ազգի ժողովուրդի ասված ասում է հայտնության 5-րդ գլխում 9-10 համարի մեջ արժանի է քարնուգը մագաղատը փանալու եւ գնիկները քագելու 7 գնիկները եւ հայտնություն տալու, որով իր արյունով մեզ փրկեց ամեն ցեղի ազգի լեզուի ժողովուրդը քանայության թակավորություն ունենալու, որ իր հետ իշխենք երկրի վրա հիմա այսօր եթե մերնում ենք քարնուգի հետ Քարնուգը մեր մեջ ապրում է իբրև քահանա, իբրև մարգարե, իբրև թագավոր։
իրեն հետ ծառայության մեջ իրեն ծառայելու, ոչ մարդկանց։ Եվ այդ քանայապետի նման մենք կարող ենք հրճակել, որ Աստված ձեր մեղքերը ներում է։ Երևակայ հիմա ես գիտեմ Հայաստան ինչ խռովալից վիճակ է, բայց միայն Հայաստան չէ, ոսա նույն աշխարհը, համայն աշխարհը տակնու վրա վիճակ է, եւ շատ մոտ ենք Հիսուսի երկրորդ քալստը։ Բայց այս բայերի մեջ մենք կարող ենք այդ գնալ այն անցին, որ մեզ տալիս է խաղաղություն, հանգիստ, մտքի նորոգում, խղճի նորոգում, մեզի սպիտակ հանդերձներ հագցնում է եւ մեզի ասում է իմ զավակս, իմ սիրելիս, իմ հարսս, մեզի գանչում է եւ մեզ տալիս է ոչ միայն նոր արարածներ անում են, նոր երկ տալիս է մեզ, նոր ուխտ տալիս է մեզ, նոր ժամանակ չունենք ամեն մեկին նայելու այսօր, բայց արժե այս մի քանի օրերում համարներով, որ մտածենք այս բաների մեջ, իր նոր անուն լեզուներ տալիս է, նոր անուն տալիս է, նոր Երուսաղեմ, այսինքն նոր եկեղեցին, որ իր թագավորությունն է երկրի վրա, նոր երկինք, նոր երկիր, այս բոլորը եթե մենք Քրիստոսի մեջ ենք, արդեն վայելում ենք այս բաները, որ հավատքով մենք այս նայ Բաբելոնը հիմա մեր շուրջն է, եւ մենք այդ Բաբելոնի մեջ նոր Երուսաղեմն ենք, անում որ Բաբելոնի մշակույթի մեջ են, դերոջը ցանը պետք ունեն լսելու, որ ասում է դուրս եկոր այդ Բաբելոնից, դուրս եկոր, Քրիստոս է թուրը, Քրիստոս է միջոցը, ես եմ ճանապարհը, կյանքը, ճշմարտությունը, եթե ոչ ոք չի կարա Բաբելոնից դուրս գա, մտնի նոր Երուսաղեմ եւ լինի նոր Երուսաղեմ, եթե ինքը չապաշխարի, եթե ինքը չկողելի եւ վերստին ծնունդ չունենա, այս քիշեր թող ամենքնուս համար այդ որոշումը, որ դեր ողորմիր ինձ մեղավորից, ես ուզում եմ նոր սկիզբ սկսել եւ վերջնա լսել քահանապետին ցայնը, որ ասում է Աստված քեզ թողություն շնորհե տված, աղջիկս, զավակս, այդ ցայնը որ լսում ես, մաքրվում ես, հանգստանում ես, թեթևանում ես եւ նոր ամեն բան նոր է լինում մեզ համար, նոր կյանք։ Ամեն։ Ուրեմն գարձեմ ինչ որ այս ամ ուզում եի ասել, նայ, գիտեմ որ շատ բաներ լինում է մեր հայրենիքում եւ շատ տեղեր, որ այդ նոր սկիզբ ունենալու համար ասեմ, թագավորներ եւ առաջնորդներն ապաշխարելու պետք ունեն, մեր ղեկավարները, քահանաները պետք ունեն ապաշխարելու, սուտ մարգարեները պետք ունեն ապաշխարելու, ժողովուրդը պետք ունեն ապաշխարելու, դու եւ ես պետք ունենք ապաշխարելու, ամեն արարած, ամեն մարդ, ամեն քսալ եւ ապաշխարություն եւ արդյունությունը սկսում է իմ սրտես, ես պետք է կոտրեմ, ես ասել ինձ մեծ, ինձ քննե, իմ սիրտս նայ, եթե ոյ մեկ բիղծփան կա սուփ հոգի Աստված հանդիմանե ինձ այդ մեղքից, որ հիմա կոտրեմ եւ օրինակներ կան, որ Դավիթը օրինակ տամ իբրև թագավոր շնություն էր արել, մարդասպանություն էր արել, բայց երբ որ կոտրվեցավ Նաթան իրեն հանդիմանեց երրորդ թագավորացի մեջ ասում է 4-րդ թագավորաց 12-րդ գլխում մեջ ասում է Նաթան իրեն հանդիմանեց, ինքը կոտրվեցավ, ինքը խոնարհվեց, ասես քնի, Սամոս 32-ը եւ Սամոս 51-ը։ Ես շատ սիրեցի աղոթքի այդ նախաճաշի օրը, որ եղավ Հայաստանում, վարչապետը Հայաստանի այդ Սամոս 32-ն անգիր արեց, այսինքն եթե մենք սրտանց այդ Սամոսը Դավիթը աղոթեց այդ իր մեղանչելու այդ աղոթքն էր 32 Սամոսը եւ 51-ը նայ թագավորին ասված ողորմեցավ սա վերջը իր սրտի նման անցը չկար ասված մարդկանց արչեւ ինքը մեղավոր էր Մովսեսն նույնն էր մարդասպան էր բայց ասված իրեն օգտագործեց եւ առաջնորդ արեց բոլոր Իսրայել չէ ինչպես մարդասպան արավ եւ օգտագործեց վերջը մի հատ նայն քահանաները հեղի քահանան ինչպեսի քահանա էր իր զավակները շնություն էին անում ինքնալ այդ ներքի մեջ ինքնալ փորը ուրել էր ուտուշ խումուշ եք ասում Հայաստան ուտում էր խմում էր
չգիտեմ ինչ էր անում աշխարհի կյանք էր ալվում, ասում է առաջին First Samuel անգլերեն առաջին թագավորած քիրքին մեջ հայրենով երրորդ գլխի մեջ որ իր ժամանակաշրջանում հայտնություն չկար, խոսքը կար, խոսք ամենտեղ կար, հիմա բայց հայտնություն չկար։ Հայտնություն չկար, խոսում էին այդ խոսքը ուժ չուներ, որով օծություն չուներ, որով չէին ապրում կյանքը, բայց Սամվել այդ ժամանակաշրջանի մեջ որ բղձված ժամանակաշրջանն էր, աջեցավ եւ Աստծո խոսքը ետ եկավ այդ վիճակի մեջ։ Եվ խոսք եւ լսում էին խոսքը։ Ապաշխարություն ապեր։ Եվ Հիսուս ասեց, չէ, իմ դունս ասեց որ աղոթքի դուն պետք է լինի Մատթեոսի 21-րդ գլխի 13 համարի մեջ, ասեց դուք քողավազակների վայր եք դարձել, բայց ապաշխարությունը որ լինում է մեկը չի գա որ դերը չի ների։ Լինի այդ բաբը, կաթողիկոսը, առաջ վարչապետը, ես եւ դու նայն ինձ քաղաքի ինչ պատահեց, թագավորը ապաշխարեց, բոլոր ժողովուրդը սուկ եւ քուրց մոխիր եւ դերը դեսե իր փարգությունեն ապաշխարեց, կարծեմ ապաշխարել փարը կորցանում է, այսինքն թարցավ եւ միտք։ Սուտ մարգարեներ, ինչքան Երեմիայի ժամանակ ինչքան սուտ մարգարեներ կային, չէ՞։ Որ ապաշխարել, ամենը ասում է խաղաղություն, բայց խաղաղություն չկա, ասում է, ես այդ խոսքերը չեմ դրել իրենց ասում ասում։ Մենք այսօր պետք ունենք, այսօր Աստծո անեծքը մեր վրա կգնա քալ, դոգարտանք այս գիշեր 26-րդ գլուխը Ղևտացուց եւ 32-րդ գլուխը երկրորդ օրինաց, այնտեղ կտեսնանք օրհնությունները եւ անեծքները։ Այս գիշեր լավ կլինի, որ եկած հաշվի հարթարում անենք։ Ինքնակնություն, չէ՞։ Ինքնակնություն անենք, այո։ Եվ վերջնա ապաշխարին Քրիստոսի արյունը ընդունենք եւ նոր սկիզբնակ սկսենք։ Այս է բարիդուրը։ Հիմա այս գիշեր ես պիտի ուզեմ աղոթեմ։ Ով որ լսում է այս մեր զրույցը, եթե թեր չի ապաշխարել, հիմա է ժամանակ։ Ամեն։ Այս գիշերի թող ուրիշ վարյամը թող չանցնի, կարողա չաբրիս։ Այս մի քանի օր առաջ գիրագի օրը Բոստոնում չգիտեմ լսեցիք այնտեղ մեր Բոստոնի Ամերիկայի եկեղեցի մեջ մի հատ անց մերել էր ուրիշ ընտանիքի անդամներ գնում էին հուղարկավորության ճանապարհի վրա մի հատ Թեսլամը եկավ Corolla-ին զախտել է եւ հայը մյուս հայը երկու հատը երդասարդ մեկ հատը մերել են մի վարյամվա մեջ Վաու եւ նա հայը եկել է Թեսլան չգիտեմ իր բանը գործընտրել է արաքացել է չգիտեմ ինչ է եղել գնացել է Corolla-ին զարգել է եւ գնում էին հուղարկավորության ճանապարհին իրենք մերում մի րոպեի մեջ մեր կյանքը շոկի նման է ուրեմն սիրելի ընկերներ ով որ լսում է խնդրում եմ այս գիշեր թող լինի նոր սկիզբ մեր համար բայց արյունը Քրիստոսի քարոզուն արյունը հավատքով վերցնենք խնդրենք որ մաքրի մեզ մեր միտքերը նոր մաքուր միտք դեր գտա մեզ եւ խոստովանենք մեր մեղքերը լինի այդ վարչապետ, լինի այդ թագավոր, լինի այդ քահանա, լինի այդ մարգարե, լինի այդ ժողովուրդ եւ նոր սկիզբը մեր ազգը դեր գործնի ես հավատում եմ պիտի օրհնի դերը միան որ այս անենք եւ մի հատ աղոթք ունեմ անպայման Պետրոս Սիրելի երկնավոր հայր հիմա քո արչեւ գալիս Հալելույա Փառքեստեր գոհված եւ խոնար սրտով Ինչ զանազան մեղքեր են կորձել դու քնի հիմա մեզ քո սուրբ հոգիով քնի իմ սիրտը սկսել եղբոր Աբրահամի միջոցով մեր ընտանիքներեն մեր համայնքներեն մեր եկեղեցիներեն եւ ամեն մեկը ստեր հաշվի հարթար ինքնակնություն անենք ամեն Տեր եւ անձնակնություն եւ թողնենք որ սուրբ հոգիտ մեր միտքը բերե եւ խոստովանելով անմիջապես ընդունենք հավատքով նաեւ որ քո արյունը մեզ մաքրում է այս ուզում եք լսել քո ցայնը Աստված քեզի թողություն շնորհի կանայաբեդին ցայնը երկինքից ուզում եք հիմա լսում եք իմ շեփերից դեր մեր ազգին այս գիշեր բոլոր ժողովրդին
լինե Սփյուռք, լինե Արցախցի, լինե Հայաստանցի, Երևանցի, բոլոր քաղաքները չասեմ դեր թողություն շնորհեմ ես։ Գոդրվում ենք, խոնարհվում ենք եւ նոր սկիզբ, նոր սիրտ, նոր միտք, նոր ուխտ, նոր երկ, նոր երկինք, նոր երկիր, նոր Երուսաղեմ, նոր անուն, նոր արարածներ, քո ծառաներ եւ քահանայության թակավորություն իշխել քո հետ եւ տարածել այս քո լույսը այս նոր տարվա սկիզբը եւ ծնունդի արդիվ բոլոր մեր կողքի հարևան ազգերին եւ այսօր ոչ թե ոչ լինենք այլ կողքներ եւ մշտակներ մեր ազգից թողելներ բոլոր ամայն աշխարհի տարածելու քու ավետիսը բարելուրը այս ուրախ լուրը որ այս գիշեր լսեցինք հայր որ Հիսուսի անունով հալելույա Փարքեստներ շնորհակալ ենք Տեր Պետրոս եղբայր շատ շնորհակալ ենք իրոք չեք պատկերացնի ինչ կարևոր էր այսօրվա խոսքը գիտես մտածում էի աղոթքի ժամանակ մեր աղոթքները երբեմն մանավանդ տարվա վերջյան աղոթքները հիմնականում այսպես է վստահ եմ որ բոլորդ էլ ծանոթ եք այդ տեսակ աղոթքին պահեստավորված աղոթքը տարին մեկ անգամ գոնե դարակը բացում ենք այդ աղոթքը մեջտեղ ենք բերում եւ աղոթքի բնույթը սա է Տեր շնորհակալ եմ որ պահեցիր այս տարի եւ քեզ ենք հանձնվում եւ մեր գալ տարին խնդրում ենք որ դու մեզ օրհնես մեզ տաս մեզ կարծես այդտեղ ավելի շատ շեշտը մեր վրա ենք դնում որ Տերը մեզ լավ պահի լավ օրհնի բայց իրականության մեջ ինչ հոգեվոր աղոթք դու մեզ հուշեցիր նոր էջից սկսել եւ Քրիստոսի արյունով կարողանալ կտրվել անցյալից որ արդեն հին է եւ մտնել մի նոր այսպես ասած ժամանակաշրջան ընդունել Քրիստոսի արյան զորությունը մեր կյանքում հավատալ որ հավատալ եւ խոստովանել որ շատ կարեւոր գիտես ես որոշեցի որ այս դու ինձ թեմա տվեցիր աղոթքի դու ինձ մոտիվացրեցիր Տիրոջ խոսքով իմ տարեվերջյան աղոթքը եւ գիտես մի բան էլ նկատեցի որ այս աղոթքի մեջ շեշտը մեր վրա չի շեշտը Քրիստոսի արյան վրա է Քրիստոսի զոհը Քրիստոսի վրա է շեշտը ես հատուկ եմ սազում շեշտել աղոթք ճիշտ աղոթքը որակով աղոթքը այն տեսակ աղոթքն է երբ որ շեշտը նրա վրա է ոչ թե մեր եւ այդ աղոթքի մեջ կա խոստովանություն լույսի ներկայություն լուսավորվել մենք սիրում ենք մեր մեղքը գցել ուրիշների վրա մենք սիրում ենք մեր մեղքը գցել սատանայի վրա Տեր սատանան արեց ես ինչ կապ ունեմ սատանան արեց երբեմն չգիտեմ ճիշտ եմ ասում թե սխալ բայց իրականության մեջ մենք պետք է ընդունենք մեր մարդ լինելը եւ հավանականությունը որ շատ մեծ է մեղք գործելու ինչպես դու ասացիր բերելով որտեղ Հովհաննես ասում է եթե մենք ասենք մեղք չեն գործում մենք սխալ ենք բայց եթե խոստովանենք սուտ ենք ասում սուտ ես ասում որ դու մեղք չես գործում բայց եթե խոստովանենք այսինքն ընդունենք հասկանանք գիտակցենք որ մենք մարդ թեղեն ենք մսեղեն ենք եւ մսեղենը միշտ ընդունակ այդ երևույթներին վատ բայց Քրիստոսի արյունը մեզ մաքրում է բոլոր մեղքերից մաքուր մտնել նոր էջ նոր տիրույթ շնորհակալ ենք եղբայր շատ իրոք արժեր դու մի տարի չես միացել մեզ եթերների մեջ բայց այս խոսքը ամբողջ մի տարի լրացրեց Բարդ իրոք շնորհակալ ենք Պետրոս ջան Տեր օրհնի քեզ շատ եղբայրս ես ասող ուզում եմ քեզ համար ասել որ դու իմ կյանքում մեծ քաջալերություն եղար երբ ես Հայաստան ապրում էի եւ եկա որ ինչպեսի անց մկարա եւ միշտ հիշում եմ Աստծո սերը մտքս ականջից այդ երկը գնում է եւ մի հատ ուրիշ եղբայր քիծիր որ ես աղոթում եմ քեզ համար երբ միայնակ ես եւ անսես շատ բաների անցնում եմ բայց այդ դժվարությունների մեջ
հիմա չեմ ասել որ նորից վկայություն կտամ, բայց այդ բոլորի մեջ քո ցայնը լսում եմ անընդհատ Փարտիրոջը եւ ինչքան հավատարիմ մնացիր, հաստատ մնացիր, դեպուց դու ալ ինչերից անցար եւ մենք միջև կորեաներ գնացել ենք միասին որտեղները եւ դու այդ դենչ այդ երանտը այդ փուր նվիրումը դերոջ խոսքին հավատարմությամբ այսչափ տարիներ ես գիտեմ դու ինչերից անցած ես մնում ես այդ հավատքի մեջ հարգ եմ դալիս Աստծուն մեր հորը որ քեզ նման անձի հետ հանդիպել եմ ուզում եմ հրաբարակավ ասել որով հրաբարակավ քո օրհնություններն վայելել եմ եւ հուսով որ ավելի բդխափեր կանեն շատ մի խոսայի մասի ես արդեն սկսում եմ հպարտանալ Պետրոս Բերը խոնար պահի մեզ իրա փառքի մեջ Շնորհակալ եմ եղբայրս ես փոխադարձ ձևով դու են իմ կյանքում ես մեծ օրհնություն եղել եւ գիտես միշտ ասում եմ ես առանց ձեզ ոչ մի բան եմ ես կարիք ունեմ եղբայրների Աստծո ժողովրդի, որովհետև մենք իրարով ենք զորանում, Պետրոս ջան, փառք Տիրոջը եղբայրս։ Շնորհակալ եմ կրկին անգամ եւ ես էլ քո դժվարությունները գիտեմ, թող Տերը այս նոր տարվա մեջ իրոք օրհնի եւ նոր էջը սկսի թե քո կյանքում, թե քո ընտանիքի ծնողներիդ, որոնց շատ սիրում եմ եւ հարգում եմ, բարևներ եւ ողջույններս եւ շնորհավորանքներս ձեզ եւ մեր քույր եղբայրների կողմից։ Նոր էջ մը սկսել է եւ այդ կայք էջը գարան քո ընկերները փնտրել հայտնություն Հիսուս Քրիստոսի հայտնությունը the revelation of Jesus հիմա բոլոր հայտնության քիրքը սկսել ենք հասել ենք 5-րդ գլուխը գարին քրոջ հետ այդ չգիտեմ ինքը գարամ ուղարկեմ քեզ շատ ուրախ լինի այո հենց հիմա կարաս այո բեռնամ հենց հիմա եւ եթե այդ խովաստ մանից ես շատ կուրախանայի որ մարդիկ լսեն մեծ սիրով ինչ պետքա գրեն Facebook-ի մեջ որ բերի հիմա հենց հիմա քեզ գտամ այդ լինքը ուղարկի հենց հիմա գցեմ եթերին ուղիղ հիմա ուղարկեմ դու խոսած անպայման Պետրոս եղբայր բայց հիշում ես չէ մենք պայմանավորվել ենք մեր եթերով էլ գնանք հայտնության մեկնությունները դու այդ գործի մեջ հանճար ես եւ անպայման կուզեմ որ ժամանակ հատկացնենք գոնե գալ տարվա մեջ ստաբիլ գնանք առաջ նորից այսինքն ինչ ասեմ շաբաթական կամ ամսական այսպես կտրվածքով շաբաթական անում ենք ինչ որտեղ եմ ուղարկում դու իմ Դու Viber-ի մեջ ուղարկի կամ WhatsApp-ի վրա ես կոպի կանեմ հենց հիմա ուղարկեմ հիմա Մինչև դու ուղարկես ես ուզում եմ մեր քույր եղբայրներին ովքեր միացել են մեզ ովքեր չեն միացել բայց հետո կմիանան ուզում շնորհավորեմ եւ ասեմ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց եւ այս խոսքերը շատ կարեւոր է ոչ միայն ծնվեց Քրիստոս ծնվեց նաև աշխարհիկ մարդկանց համար, ովքեր տոնում են Քրիստոսի ծնունդը, բայց հայտնությունն է կարևոր։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի եւ թող Տիրոջ զորությունը գա մեզ վրա արթնություն գա։ Գիտեք, ես արթնությունը հիմա ուրիշ ձև եմ հասկանում մի փոքր ընկալում։ Արթնությունը ինձ համար այն չի, որ ժողովուրդները սենց ինչ որ ձայն անեն դան անհատական ուրեմն գործընթացը որը հայտնություն է բերում մեզ որը խոսքի ծառավ է առաջացնում մեր մեջ եւ բացահայտում է խոսքի խորությունները եւ մեզ պահում է արթուն մեր միտքը արթուն եւ զարթուն որը հետեւում է Աստծո բոլոր գործողություններին եւ նկատում է Տիրոջ այսպես ասած ուրեմն խրատները ամեն իրադարձության մեջ քո կյանքի մեջ ոչ մի բան պատահական չի լինում Աստծո որդիների կյանքում չկա պատահական ոչ մի բան անգամ մազդ ընկնա դուրս ելավ
Որտեւ այդպես ասում Տերը, ձեր մազերը հաշված են, խոսքը կա այդպիսի ավետարանի մեջ, այսինքն Պետրոս ջան, դու էլ բավականին մազեր ուզում եմ ասեմ, որ ոչինչ պատահական չի եւ սա է արտնությունը, երբ որ մենք կարողանում ենք Աստծո շարժը, ժամանակները հասկանալ։ Ալելույա։ Ուղարկեցի Պետրոս ջան։ Ուղարկեցի WhatsApp-ի մեջ, այստեղ Ես հենց հիմա նա ինչ եմ անում, ես հենց հիմա սա ուրեմն ուղարկում եմ մեր ուղիղ եթերով, մեր քույր եղբայրները հենց հիմա կարող են սա ուրեմն կարծեմ թե եղավ։ Շատ լավ։ Եվ անունը գրեմ, որ անունը արդեն գրվել է այդ սայթի վրա։ Հիմա որ բացեն, արդեն կտեսնեն, ես ուղարկեցի մեզ բանով, նամակով, ուղիղ եթերի վրա, հենց հիմա։ Շատ շնորհակալ եմ։ Փարտիրոջ։ Ուրախանալ ես այդ եթերի մեջնալ, եւ ինչպես ասեցիր, շատ մեծ սիրով կմիանամ քեզ ապրամ ապակայում, միասին որ մենք լսարանն էլ ունենա այս եւ լսեն, այո, շատ լավ։ Սիրում եմ ձեզ շատ, շնորհակալ եմ Տիրոջից, որ մեզ բերեց, այսպեսի խոսք կա, Տերը մեզ բերեց եւ հասցրեց միջև այստեղ, եւ եթե Տերը արեց, նա անում է իր գործը միջև վերջ, այն ինչ որ Տերը սկսել է, միջև վերջ իր նպատակին հասցնելու է, ինչ ճանապարհով էլ որ լինի եւ Երանի նրանց ում կյանքում Տերը սկսել է։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ, ձեր նոր տարին շնորհավոր եւ առաջ Աստված կհանդիպենք Քրիստոսի ծննդյան, այսպես ասած, տոներից հետո եւ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք շարունակում ենք մեր դեռ ուրեմն այդ գործընթացը այցելել սահմանամերձ գյուղեր եւ ուրեմն երեխաներին բաժանել նվերներ եւ միևնույն ժամանակ նպատակը միայն նվերները չի, այլ Աստծո խոսքը հասցնել այնտեղ եւ եթե դու ավետարանի չես, լավ կհասկանաս թե ինչ է սա եւ կմասնակցես այս գործին։ Ոչ միայն աղոթքով, այլ նաև ֆինանսով եւ ով ուզի կարող է կապվել ինձ հետ, մենք կպայմանավորվենք եւ անպայման նաև հաշվետու ենք լինելու, մենք արդեն նվերները գնել ենք գոնե 2 գյուղի համար, որտեղ այդքան հավաքվեց, անկեղծ ասեմ շատ քիչ է հավաքվել առաջ մյուս տարիների, անցյալ տարիների համեմատ, բայց ինչ որ է, շնորհակալ ենք նրանց, ովքեր մասնակցեցին։ Տեր օրհնի ձեզ, ինչ ասեմ, կհանդիպենք գալ տարի, մյուս տարի, եւ ինչքան մոտ է գալ տարի, մի քանի ժամ ընդամենը բաժանում է մեզ գալ տարուց, բայց մենք կհանդիպենք անպայման առաջ Աստված, եթե Տերը կամենա ծննդյան տոներից հետո։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։ Պետրոս ջան, բարի գիշեր, գրկում եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ եղբայրս։ Amen. Մեծ սիրով։